Բարև ձեզ Մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Տարեսկզբի մեր առաջին եթերն է եւ մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաեւ ձեր խոսքը։ Մենք տեսանք, որ երեք վեհափառ հոր առաջնորդությամբ եւ գլխավորությամբ Մայր տաճարում հայրապետական պատարագ էր իրականացվում։ Դրան զուգահեռ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանը, չնայած օգտագործելով բոլոր ռեսուրսները վարչական, բայց կարելի է ասել մաքսիմում 2000 հոգի էին ընդամենը իրենք Անուշավան Ժամկոչյանի պատարագին էին մասնակցում, ինքը իր տիկինը, ՔՊԱ-ականները, այնուհետև շարժվեցին Սուրբ Աննա եկեղեցի եւ այնտեղ կարծում ծանոթ եք Փաշինյանի խայտարակ ելույթին Հիսուս մենակ չես, մենակ չես, մենակ չես, սա արդեն ամոթել է, որ այսպես մեջբերում ենք անում, բայց սա է իրողությունը, ներողություն էր խնդրում Հիսուսին մենակ թողնելու համար։ Մի խոսքով այս ամենի հետ կապված ձեր տեսակետը նաև երեք մեծ քննարկման թեմա դարձավ իր տիկնոջ, այսպես տեսքը եկեղեցում, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Իրականում ես մի լուսանկար էի հրապարակել 2018 թվական եւ 2026 թվական։ Նիկոլ Փաշինյանենք որևիցե իրավունք չունեն եւ իրավական եւ բարոյական եւ որևիցե կերպ իրավունք չունեն խոսելու հայ ժողովրդի անունից։ Նիկոլ Փաշինյանենց երթին մասնակցել էին իր պաշտոնյաները իր կոնկրետ հրամանով, մասնակցել էին պաշտոնյաների սիրուհիները, որոնք երեկոյան արդեն սկսեցին հրապարակումներ անել, մեկը գրել լավ ընկեր, մեկը գրել նախագահ, ապագա, չգիտեմ, ամեն մեկը իր պաշտոնյա սիրեկանի հետ լուսանկար հրապարակեց եւ այս մարդիկ ուղղակի չեն հասկանում, չեն ընկալում, չեն պատկերացնում, թե ինչ է եկեղեցին։ Անկեղծորեն չեն ընկալում այդ ամենի լրջությունը, խորությունը եւ ծանրությունը։ Այն անգիտակից մասան, ով եկեղեցին վերածում է քաղաքական ինչ որ հարտակի քաղաքական դիվիդենդների, չի հասկանում եւ չի պատկերացնում, որ ողջ կյանքում դատապարտված է լինելու ծանր մեղքերի, ոչ միայն ֆիզիկական այս կյանքում, այլ իրենց հոգեվոր կյանքում։ Այս մարդիկ հայտնվել են չարին նեռի ծուղակում, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը, եւ կատարում են նեռի չարի ծրագիրը, որի արդյունքում ժամանակները կանցնեն, տարիները կանցնեն, նրանք այո չեն գտնելու հոգու հանգստություն, սա ամենասարսափելի մեծ ցավն է լինելու, որը իրականում տիրելու է վաղ թե ուշ նրանց։ Գիտեք, բոլոր մարդիկ էլ կարող են մեղքեր գործել, սխալներ գործել, չգիտեմ, վատ բաներ անել, բայց ի վերջո կյանքի ինչ որ մի փուլում, ինչ որ մի ժամանակահատվածում մարդիկ դարձի են գալիս, մեղքերի թողություն են տալիս, ապաշխարում են։ Այս մարդիկ չեն ուզում դարձի գալ, ամբողջությամբ տրվել են սատանային եւ ամենամեծ վատությունը հենց իրենց են անում այսօր։ Նրանք չեն գիտակցում, դեռ անգիտակից են, չեն հասկանում ինչ են անում։ Շատ շատերը չեն հասկանում, շատ շատերը փողին են տրվել, շահին են տրվել։ Այդ գործընթացը ես ուղղակի ուզում եմ Նիկոլ Փաշինյանին իր պաշտոնյաներին հասկացնել, որ սիրուհիների հետ եկեղեցի չեն գնում, սխալ վայր եք ընտրել, սխալ տեղ եք ընտրել, եկեղեցու հարտակը չեն վերածում ամբողջավարման, գոռում, ճվում, չգիտեմ ինչեր անում, քաղաքական շոուներ անում, եկեղեցին հանգստության տեղ է, եկեղեցի մարդիկ գնում են լուռ, հանգիստ, մի հատ մեր հոգևոր պատարագները նայեք ու համեմատեք սրանց, շատ նման են այն աղանդներին, որոնք բազմաթիվ են այսօր Հայաստանում։ Իմիջիայլոց երեք Նիկոլ Փաշինյանը ինքը որակեց հայ առաքելական եկեղեցու վեհափառ հոր իրականացրող հոր կողմից պատարակները աղանդավորական։ Տեսեք, իրենք անընդհատ փորձում են անհատներ թիրախավորել։ Նաև բեմից խոսում էր, որ եկեղեցին դուրս է եկել պետության դեմ եւ իրեն հռչակել է պետություն։ Այնինչ
իր շուրջը համախմբվել են պետական ռեսուրսներով, ուժով, չգիտեմ, ամեն ձև լծակներով կարողացել է ընդամենը համախմբել 2000 մարդ։ Եվ այս անձնավորությունը ցինիկի պես, անինքնասերի պես կանգնում հարթակից խոսում է հայ ժողովրդի անունից, 10 միլիոնանոց հայ ժողովրդի անունից, որի բարոյական որևիցե իրավունքը չունի։ Եվ երբ որ ինքը եկեղեցում որակում է աղանդ, բնականաբար պետք է այդպես որակի, որպեսզի խաբի հավատավոր ժողովրդին։ Աղանդը այդ ոչ Փաշինյանի որակելով է այդպես լինում, ոչ իմ որակելով, այլ կոնկրետ փաստերով։ Այսինքն հիմա եթե ես փաստեր չունեմ, ամբողջ օրը գոռամ Նիկոլ աղանդ է, բայց իրականում նա աղանդ չլինի, դա չի նշանակի, որ ես ճիշտ դուրս կգամ։ Ես փաստեր ունեմ, որ այս մարդիկ կոնկրետ աղանդ են ձևավորում քանդելու համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Տեսեք, կաթողիկոսին թիրախավորեցին, հետո բոլոր հոգևորների վրա, ում վրա կոմպրոմատ ունեին, հեղաշրջեցին, վախեցրեցին, տարան նեռի ճանապարհով, ում որ չկարացան, թեկուզ ինչ որ միտեղ կարողա սխալներ գտել էին, չէին գտել, փորձեցին նսեմացնել, կեղծ հրապարակումներ մեր սրբազաններին, Բաքրատ սրբազանին, Արշակ սրբազանին, Միքայել սրբազանին, տեսեք, այստեղ անհատների մասին չի խոսքը, հասկանում եք, ընդհանրապես այս մարդիկ են, բացի նրանից, որ իրենք հոգևոր առաջնորդներ են, եղել են մարդիկ, Աստված չեն, իրենք չեն էլ ասում մենք Աստված ենք, մենք սուրբ ենք։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, նսեմացնելու մեր հոգևոր տիտղոսը, մեր հոգևոր այդ անունը, հասկանում եք, ու իրենք համացանցով, ամեն տեղերով, ամեն լկտի ձևով փորձել են նսեմացնել ու փորձում են, բայց մեր եկեղեցին ամուր է, մեր եկեղեցին միայն այսօրվա հոգևորներով չի, հասկանում եք, մեր եկեղեցին դարեր եկած, ինչքան կաթողիկոսներ ենք ունեցել, ինչպիսի իրավիճակներում ենք հայտնվել, էսա պետք որ մեր ազգը գիտակցի, չպետք է թույլ տան, որ անհատներով, ինչ որ չգիտեմ հոգևոր գտնեն, տեսանք, հոգևորներ եղան, որ ծախման, դավաճանեցին, այո, սա մեծ հարված է մեր համար, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է նսեմացնեն մեր հավատքը, երբ որ ջնջեցին հայ ազգի միջից, կործանված է այդ ազգը, մեր ազգը կկործանվի ու դրան զուգահեռ այսօր ծնում են բլոգերներ, անուղեղ, դեբիլ, բիոզանգված, որոնք լկտի ձևով են խոսում եկեղեցու հանդեպ, հոգևորների հանդեպ, տերտեր են ասում, չեն հասկանում հոգևոր սպասավորի կարևորությունը, ինչպես որ բժշկի, ամենալավ բժշկի, որը քեզ վիրահատում է, բուժում է, ոտքի է կանգնեցնում, նույն ձևի հոգևոր սպասավորներն են, որոնք քո հոգին կարող են բուժել, երբեմն դու ինքնուրույն չես կարողանալու քո հոգու բուժումը գտնել, քո հոգին վերականգնել, իսկ հոգու ցավը թե ինչ է, այդ անասնական բնազդով ապրողները չեն կարողանում հասկանալ, որովհետև անասուն են, չունեն այդ հոգին, սպանել են այդ հոգին, նյութին են ծախել, չեն զգում, չնայած ինչքան էլ չզգան, միևնույն է մի օր նրանք կուզենալու են այդ մաքրությունը, բայց այսօր իրենց սատանան ստիպում է, որ քանդեն, ջարդեն, կործանեն, որ վաղը անգամ իրենք չկարողանան այլևս իրենց հոգին փրկել, և այս անձնավորությունները ամբողջությամբ են տրվել սատանային, կան դեպքեր, կան մարդիկ, որոնք պահի տակ, ակնթարթի տակ, սխալվում են, գնում են վատ ճանապարհներով, բայց ի վերջո կամք են ունենում, կանգնեցնում են իրենց, վատ սովորությունների հետևից, վատ բարքերի հետևից, բայց ուժեղ են դառնում, կանգնեցնում են Աստծով, իսկ սրանք ամբողջությամբ մեջքով են շրջվել Աստծուն, Հիսուս ասելով, խաբում է այն ժողովրդին, այն հավատավոր ժողովրդին, Հիսուս Քրիստոս ասում էր կգան իմ անունից, կգան իմ խոսքերով, հասկանում եք հիմա մարդը պետք է նայի մարդու դեմքին, խոսքին,
Հասկանա, սա ինչքանով կապ ունի ընդհանրապես Հիսուս Քրիստոսի ու Աստծու հետ, նրա կենցաղավարումը, նրա ապրած կյանքը, նրա արած քայլերը, նրա խոսալը, նրա ոճը, սա պետք է հասկանա, որ չկարողանան իրեն մոլորեցնել։ Բացեք Սուրբ Գիրքը, կարդացեք, տեսեք, ընդհանրապես Աստվածաշնչում այդպիսի վարք ունեցող, Նիկոլի վարքը ունեցող մարդը Աստծու հետ աղերս ունի, թե չէ։ Այդ ես չեմ ասում, ինձ չեք հավատում, ասում եք, որ ես իրա դեմ ինչ-որ բան ունեմ, դրա համար եմ խոսում, կարդացեք Աստվածաշունչ, տեսեք Նիկոլը որևիցե աղերս ունի ընդհանրապես Աստծո ճշմարտության հետ։ Եթե դուք գտնեք մեկ նմանություն, ուրեմն ամոթ ինձ, ամբողջությամբ Նիկոլը Աստվածաշնչով նկարագրված է որպես կերպար, ինքը, իր տեսակը, իր նմանները, չարի ծառաներ, նեռի ծառաներ, Հիսուսի անունից անգամ իրեն իրավունք պահում խոսելու, ինքնակոչ, ինքնահռչակ սատանի ծնունդա դա, հասկացեք ի վերջո, սա նեռն է, սա քայքայում է, հարիներով կառուցածը քանդում է օր-օրի, ժամ-ժամի, որը կառուցելը հեշտ չէ, դուք հասկանում եք քանդելը շատ հեշտ է, բայց կառուցելը հեշտ չէ, շատ դժվար է կառուցելը, շատ, և այսօր այս խունտան, այս փոքրիկ խմբակը, իրեն իրավունք է վերապահում խոսել հավատավորի անունից, դուք ինչ կապ ունեք հավատքի հետ, դուք տեսել եք որևիցե երկրի ղեկավար քիչը մտցնի հոգևոր աշխարհի մեջ իր մեղքերով հանդերձ, ինչու չի անում, որովհետև ինքը գիտի, որ ինքը հոգևորական չի, իսկ սրանք, ինչից խոսես դրա մասնագետն է, ինչից խոսես, հասկանում եք, իրենց ամբողջ ոլորտները ձախողեցին քաղաքական դաշտում, պետական համակարգում, դուք ձեր գործը գնացեք արեք, սոված երեխեքը անտուն, ժողովուրդը աղքատության մեջ, իբր պետությունը բարեփոխել ես, երկիրը զարգացրել ես, այսօր էլ թիվ մեկ պրոբլեմը դառել է եկեղեցու բարեփոխում, Հայաստանը 7 տարի անց բարեփոխի մարդիկ, ոնց որ Սինգապուրում ապրեն, հիմա էլ որոշել է Քաջնադարը, որ պետք է ինքը գա ու եկեղեցուն բարեփոխում իրականացնի, իր անգրագետ, անտառաճանաչ, պղծված հալով, պղծված, պղծության կծիկը, ամբողջը խառնել է իրար, ոստիկանական համակարգ, ազգային անվտանգություն, պաշտպանության նախարարություն, բոլոր ճյուղերում ձախողել է, միջազգային հարաբերություններ, էսը արա ձեր փոքրիկ խմբակի գործը եղել, որ 7 տարի ձախողել եք, ամեն օր, այս ձախողելուց հետո մի հատ կառույց, որ մնացել էր էլի, ինչ-որ չափով աշխատում էր, գործում էր, անում էր, էս էլ ենք հանդում, ինչի որտև տերերը այդ հրամաններ իրենց տվեք, հանդեք, որովհետև այդ կառույցը պահող է դեռևս, եկավ, հեցում բարեփոխում ենք անում, ամբողջ նոր տարվա ընթացքում, խլին խեղճ մարդիկ, եկել են, մարդը ներդրում էր արել, լավից վատից կառույց է, ստեղծ է, հանել էր, այդքան տարիներով աշխատել էին 90-ականներից սկսած, եղել է քանդած վիճակ, սաղ տարիքով մարդիկ ավելի լավ կհիշեն, այդքան փոփոխություններ էին մտցրել, մարդիկ հոսանք ունեն, ամբողջ նոր տարվան հազարավոր մարդիկ հոսանք չեն ունեցել, բարեփոխող եք, վերցնում եք, խլում եք մարդկանց ձեռից, ողնաշարի պես գիտեք այդ համակարգերը, ռազմավարական, պետության ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համակարգերը խլում են, որ իրենց քվե ու, չգիտեմ, իշխանությունը պահեն, ընդհանրապես պետական մտածողություն չկա, այդ դրանից է դա գալիս, հասկանում եք, պետական, որ չեն ասում, արա մենք ով ենք, մենք սատկելու ենք 10-15 տարի հետո գնանք, այս երկիր կա, երեխեք կան, սերունդներ կան, մենք ես ինչ ենք անում, մենք ես ինչեր ենք անում այս պետության գլխին, հո մենակ մենք չենք, լավ մեզանից հետո
ուրիշ իշխանություններ կգան, ուրիշ մենք ես ոնց ենք հանդում պետական կարևոր հենասյուները։ Թշնամու ծրագիր է սա հայի դեմ, հասկանում եք։ Վաղը որ լույս չեղավ, քանդեցին եկեղեցիդ, պետությունը ոնց է քանդվում։ Պետության հենասյուները քանդում ես, պետությունը քանդվում է։ Ալիևի պահանջով սահմանադրությունն է փոխում, եկեղեցին է քանդում։ Պետություն հասկացողությունը մի հատ կարդացեք, տեսեք պետությունը ինչ է, պետությունը հենված է հենց դրանց վրա։ Այսօր մեծ ուժեր կան, չար ուժեր կան, չգիտեմ ինչ ուժեր կան, թշնամի ուժեր, նրանց նպատակը մեր պետությունը քանդելն է։ Իսկ այդ քանդողը ընտրել է Նիկոլին, տեսել առանց մտածելու, ոչխարի պես, քանդում ու քանդում է, կատարում է դրանց պահանջներն ու հրամանները, վերցրել է, փող են տալիս, ինչ են տալիս, ինչ են անում, անուղեղի պես մտել է ու աջ ու ձախ քանդում է երկիրը, վերանգել աթոռին, բոլորին հանել է իրար դեմ, մարդկանց պառակտել է, հիմա էլ աղանդ է ստեղծում, այդ աղանդի շուրջա փորձում ինչ-որ բան համախմբել, այս թպրտում է ընդամենը, որովհետև ազգի մեծամասնությունը արդեն հասկացել է, որ Սուտասան մանիպուլատոր, պրոֆեսիոնալ մանիպուլատոր, ով ունի 2000 մարդ պետական ռեսուրսներով, կանգնում իրան հրճակում է պետություն ու խոսում է պետության անունից։ Հասկանում եք։ Ու ինչպես դուք էլ նշեցիք, այս ամեն ինչը կիրառելով ընդամենը 2000 հոգի մոտավորապես հավաքելու տանել, սա նաև ցուցիչ է, որ ըստ էության մարդիկ չեն գնում եւ չեն, այսպես ասենք, չեն ընդունում այս արշավը, որը իրենք իրականացնում են։ Կարծում եք։ Միանշանակ մարդկանց 90%-ը իրեն չի ընդունում։ Հայ ժողովրդի 90%-ը իրեն չի ընդունում։ Կան փոքր խմբեր, նեղ անձնական շահ ունեցող, անգիտակից շատ քիչ մասա, որոնք դեռևս չեն հասկանում, չեն պատկերացնում, չեն ընկալում ամեն ինչի լրջությունը, բայց պատասխան տալու ժամանակը բնականաբար գալու է։ Ես վստահեցնում եմ, որ պատասխան տալու ժամանակը գալու է։ Ընդհանրապես ոչ միայն այս իրավիճակում, կյանքում մեռնել կա, գնացեք գերեզմաներ, տեսեք մարդիկ մահանում են։ Դուք ինչ մտածում եք, դուք հավերժ եք։ Անաստվածի պես ապրելով, միայն ձեր ստամոքսով, միայն ձեր փորով, հասկանում եք, վերջի վերջո գիտակցեք, ստամոքսով չի որոշվում, մարդ ունի հոգին գիտեք ինչ է, հոգ ու ցավը գիտեք ինչ է, որտեղ սպանել են ձեր հոգիները, դուք չունեք այդ հոգին, որ հասկանաք ինչ է հոգի, հոգին են չորացնում, որ դարձնեն այս ազգին նյութապաշտ փողով մատերիալ ապրանք սարքեն, նարկոտիկ են տալիս, հոգին են չորացնում, որ մարդ Աստծուց վախ չունենա, հասկանում ես, որ Աստծուց վախ չունեցավ, լպիրժանալու է, ամբողջը լպիրժանալու է, դեմները չես կարողանալու առնես, այս ոստիկանապետությամբ չես կարա դու մարդ վերահսկես, մարդուն պիտի միջից փոխես, հոգուց փոխես, որ հանցագործ չդառնա, բանդիտ չդառնա, ուզում ես 1000 հատ ոստիկան կանգնեցրու, բանդիտը իր բանդիտությունը կկա, կանի կգնա, որտեղ հոգին չարացած է, ինչի այսքան հանցագործությունները շատացեն մեր երկրում, մեր պետությունում, որովհետև մարդկանց հոգիները չորացել է, ամբեր ստից բանի համար, հելնում իրար վրա են կրակում, մի հատ արայի, մի հատ չգիտեմ ինչի, չկա հանդուրժողականություն, մարդկանց չարացրել է, մարդկանց հոգիները սպանել է, սա, այս սատանեն, այս նեռը, որովհետև էլի եմ ասում, մարդուն ուզում են սարքեն նյութ, ապրանք, առարկա, առնեն, ծախեն, փողով, իրանց ունեցածը փողն է, իրենք հոգևոր դաշտում ոչինչ չունեն, հոգևոր միտք չունեն, խոսք չունեն, դուք մեր հոգևորներին լսեք, նրանց խոսքը լսեք, նրանց կոչը լսեք, նրանց արտահայտած բառերը, ճշմարտությունը նայեք դրանց մեջ,
ու Նիկոլի ելույթը լսեք, վեժ մանկապ, անմիտ։ Հասկանում եք տարբերությունը չարի ու բարու էստեղից պետք է հասկանաս։ Չարը այդպես մանիպուլատոր է, իսկ բարու խոսքի մեջ միտք կա, էֆեկտ կա, չգիտեմ ինչ որ խորություն կա, հոգուն դիպչող բաներ կան։ Սա է բարու ուժը, որտեղ նա Աստծուց է գալիս, իսկ նա չարից։ Իսկ չարը դատարկության փորձում է նմանակել, Աստծո խոսք ասել, Աստծո արտահայտություն անել, բայց նա արհեստական է անում, հոգի ունեցողը պիտի զգա, պիտի հասկանա չարի ասածն ու բարու ասածը։ Կարա գա այդ չարը նմանակի են բարուն, որպեսզի գողանա բարու մարդկանց, որպեսզի տանի, մոլորեցնի, քանդի։ Սա է չարի գործը այս աշխարհի վրա։ Իսկ չարի գործիք դառածները սրանք են, որոնք Աստծո Հիսուս ասում է Հիսուսի հլես դու ով ես որ Հիսուսին մենակ թողես, այ ոչինչ, այ մեղքերի մեջ կորած, այ Հիսուսին ուրացած, Հիսուս կներես որ քեզ մենակ ենք թողել։ Հələ այս ոչխարին նայ, հələ սրա խոսացածն, հələ սրա ուղեղը նայ։ Այսինքն Հիսուսը մնացել էր այդ ներքո հույսով, դու ես մենակ, արա դու այ ոչ մի բան, որ գնացել ես դեմքով դեպի սատանա ու վախից հետ չես գալիս դեպի Աստված։ Այնքան մեղք ես գործել, որ վախենում ես դեմքով շրջում ես դեպի Աստված, սարսափում ես, որտեղ գիտես, որ պետք է պարտեժվես։ Դրա համար ես չես ուզում հետ գաս դեպի Աստված, գնում ես դեպի սատանա, սատանան քեզ տանում է, ասում է տես Աստվածը քեզ կպատժի, արի ես քեզ կօգնեմ ու տանում է նոր մեղքերի մեջ։ Վերջո պետք է կանգ առնես, թե չէ ուր ես այտենց գնում։ Ինչքան պետք է սատանայի հետևից գնաս, այտենց բերանդ ծռվելու է, դեմքդ ծռվելու է, մարմինդ չորանալու է, որովհետև օր-օրի, ժամ-ժամի, ինչքան գնաս սատանայի հետևից, այդքան հյուծվելու ես, այդքան դառնալու ես ոչինչ։ Հələ հիշի ով ես եղել, ով ես դառել 7 տարվա մեջ։ Հələ հիշի ինչքան մարդեր քեզ հավատում, ինչքան խաբեցիր։ Ու դու հələ չես հասկանում, որ դու ես սխալը։ Հələ հիշի ինչքան ես կողքդ կանգնածների դավաճանել։ Հələ հիշի ոնց ես զինվորներին դավաճանել, սպանել առաջնագծում։ Այդքան մարդու ես խաբել, այդ հրապարակում հավաքված հավատով, հայրենիքի հզորացման, պետության, լավ գաղափարների հավատով հավաքված, ինչքան անմեղ, ազնիվ, նվիրյալ, հայրենասեր մարդկանց ես խաբել, ու հələ դու չես հասկանում, որ դու ես սխալն ու մեղավոր, ու հələ դու փորձում ես նրանք, ովքեր քեզ սթափության կոչ են անում, ասում են արա կանգնի, մի գնա սատանայի հետևից, փորձում ես նրանց պիտակավորել, արհեստական ֆեյքեր բացել 12,000, զոհվածի մորը իր հայոյ տալիս, երաբլուրում քարշ տալիս տանում է իր զոհվածի մորը, դու չէիր հասկանում, որ արա դրա պատասխանը դու ես տալու մի օր, ու հələ գալու է քո պատասխան տալու օրը, դու չես կարող, հասկացի ճշմարտության դեմ չես կարող, անզոր ես, սատանան քեզ այդենց կօգտագործի, հալլացի կտորի տեղ, դու չխոլ ես դառնալու, չխոլ։ Այսօր քո հավաքած ժողովուրդը տես ու հասկացի, որակը տես քո հավաքած ժողովրդի։ Մտի մեջները մի հատ որակը ստուգի, հələ լրագրողները շրջում էին, տես ոնց են իրանց պահում, եկել են իբր հոգևոր, ուխտ երդ են անում, հələ սրանց խոսքը նայ։ Եկել են ու ինչ բառապաշարով են խոսում, դուք այդտեղ զգում ես արդեն այդ աուրայից, որ չկա հոգևոր ինչ-որ մի բան, որ հոգևոր տեղեր մտած լինեն, կհասկանան իրական հոգևորը որն է, դա ամբողջ էր մի հատ, դա ոչ թե հոգևոր արշավները տենց չի լինում, մեկ գնացեք այ մեր սուրբ հայ առաքելական եկեղեցու, հոգևոր երթերին մասնակցեք,
աղոթքներին մասնակցեք, պատարակներին մասնակցեք, որ տարբերությունը հասկանաք։ Խորությունն ու տարբերությունը։ Ինչ ասեմ, ես մի բան կարամ ասեմ, սատանայի հետևից են գնում, չեն ուզում փոխվեն։ Դա իրենք իրենց են ամենաշատը վնասելու։ Իհարկե նաև մեզ, մեր պետությունը, քանի որ վեր են ընկել այդ աթոռներին եւ պետությունն են ներքաշում, պետությունն են ուզում տանեն սատանայի հետևից, ազգին են ուզում տանեն։ Բայց մենք, իրական քրիստոնյաներս, իրական հայերս, պետք է պայքարենք։ Աշխարհի տարբեր ծայրերի հայերը պետք է այսօր փողի համար պայքարեն։ Համացանցում կլինի, որտեղ ուզում է լինի, եւ պիտի գա օրը, պիտի գա պետություն, որտեղ լայք հավաքողը չի լինելու դեմք, թելադրող, որտեղ բլոգերը, տիկտոկերը, չգիտեմ ով, օրնիկն ու անբարոյականը չեն լինելու, ինչ-որ գաղափարներ թելադրող, այլ լինելու են գործի մարդիկ, ապրած ունեցող մարդիկ, վաստակ ունեցող մարդիկ, ինչ-որ բան կառուցած, բարոյական արժեքներ կրող մարդիկ։ Սա է, այս պայքարն է պիտի գա, որ փրկվի ազգը։ Բարոյականությունը պիտի տիրի երկրին, որ ազգը ապրի։ Իսկ անբարոյականությունը հեշտ է, բոլորին վարակել, մի վարակվածի տարթող 1000 առողջի մեջ, կվարակի բոլորին, շատ արագ, բայց այդ 1000-ին բուժելու համար, ինչքան տարիներ քեզ պետք կգա, որ կարողանաս բուժես։ Իսկ այս վարակվածները այսօր դուրս են գալիս ժողովրդի մեջ, քարոզչություններով, տիկտոկներում, ֆեյսբուքներում ու վարակում են ամենուրեք։ Ամեն մարդու փորձում են վարակել տանել իրենց հետևից։ Դրա համար առողջ մարդիկ պետք է խոսեն ու պետք է պայքարեն, չպետք է վախկոտի պես նստեն ու սպասեն։ Սպասեն մինչև իրանց երեխեն էլ վարակվի գնա, իրենց հարազատն էլ վարակվի։ Պետք է կանխել այս ամեն ինչը, միասնական եւ այո 2026-ը շատ կարևոր ժամանակաշրջան է, շուտով ընտրություններ են սկսվելու։ Իմիջիայլոց ընտրությունների մասով ասած բանը իր ամանորյա հաղորդում ասած ապագան, հիշում եք, որ ասում էի ապագա կա, ապագան եկել է, ապագան է սա, 2026-ին է ժողովուրդը կգնա, կքվեարկի մեր բերած, իրենք են կարծում որ խաղաղություն են բերել խաղաղության, կպաշտպանի ժողովրդի իշխանությունը, իսկ իր տիկինը գրել է, որ 2026-ը պետք է հայտարարել ոչ միայն կրթելու, այլև մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու մասին։ Խնդրեմ։ Իրենք, այո, դա լավ է, որ խոստովանեցին, որ ապագան սա է, թող ժողովուրդը տեսնի, այսինքն ինչ են խոստանում եւ հիմա ինչ են բերել։ Երբ որ մինչև ես ասում էին ապագա ենք բերում, լավ ապագա, շատ-շատերը մտածում են, որ իրոք պիտի բերի, բայց այսօր արդեն խոստովանում են, որ սա է, ժողովուրդ ջան, սա է, որտեղ կա 30% աղքատ մարդ, անտուն ընտանիքներ, սոված հացի կարոտ ընտանիքներ, որտեղ կան հազարավոր մարդիկ, որոնցից այսօր տներն են խլում, որտեղ քո բանկային համակարգը, տոկոսները, մարդկանց տները, հարկադիրները, պարկերի, վարկերի տակ ճռռում են նախկինից ավելի վատ տեսքով, որտեղ պետությունը 8 միլիարդ դոլարով արտաքին պարկ է վերցրել իր շալակը, ադրբեջանցուց են բենզին բերում, վաճառում քո վրա, ուրանում են քո հերոսների արյունը, գործը, ուրանում են քո 1,5 միլիոն նահատակներին, սա է, տեսեք, սա այսօրվա իրականությունը, այն ինչ որ 7-6 տարի ձեզ խոստանում էր Փաշինյանը, արդեն ասում է, որ սա է, հասկանում եք, սա է, որտեղ թոշակներն է ուզում կրճատի, ասում է 60 տարեկանը, այդ ինչ տարիք է, ուզում է հարգելի թոշակառուներ, տեսեք, հետո չասեք չեմ ասել, դա պետք է ոչ մի քվեր չստանալ, կկտրի,
ազգային ժողովում նա այդ թողեց, որ հասկանա մի հատ ինչ արձագանք կստացվի։ Նա ուզում է 72 տարեկանից նոր տա թոշակ։ Քանիստ եք ապրելու 72։ Հələ մի հատ հաշվարկ արեք։ Եթե այդքան մարդու թոշակ կտրի, 72 տարեկանից նոր տա, ինչքան փողա դնելու գրպանը, իրա կինեն 8 միլիոն դրամանոց հագուստ հագնի։ Ժողովրդավարությունից խոսացող, ժողովրդի մասին մտածող, հասարակ լինող, գոնե քո ասած բառերից պետք է ամաչես, այդ կնոջդ վրա հաշվարկ էին արել, չգիտեմ, 8 միլիոն մենակ շորերն էր, ինչն էր, այնտեղ ականջողներ եւ այլ, դուք ով եք արա, դուք ինչ ունեք արած ստեղծած, ախր այն ուրիշ մարդկանց էլ, որ պատերազմով են անցել, հող են ազատագրել, երկիր են պահել, այս մարդկանց էլ այնքան են մի հատ տուն կառուցելու, մի բան անել, բիզնես դնելու, բիզնեսներ են, անենց են սարքել բան, որ, ոյ, արա դուք ձեր թիմով այդ փողը, որ ընկնում է ձեր ձեռը, հիմա ով էլ նստի ձեռը փող ընկնում է, հասկանում եք, դուք առնում եք նարկոտիկ եք քաշում, ինչ որ մարդիկ էլ այդ փողը նարկոտիկի տեղ հյուրանոց են կառուցել, կամ փող են աշխատել։ Պետության տնտեսությունը զարգացել է։ Հիմա այն մարդիկ, որ օրինակ ասում են, այ Քոչարյանը էս ունի, այն ունի, չէ՞։ Լավ, այդ դուք չեք կարողանում Քոչարյանի ունեցածը, ստեղծածը, կառուցածը, թեկուզ իրան է օգուտ նաև գնում դրանից, բայց հարկ էլ է տալիս, տնտեսության համար էլ է լավ, դուք էդի չեք կարում այտենց ներեք։ Բայց ոնց եք կարում, ցելի Արցախ հանձնած, այդքան տղու սպանած, այդքան մարդու այսինքն դուք հասկանում եք այդ փոքր զանգված, որ մնացել է, որ այտենց խոսում է, այս մարդիկ անձնական շահ ունեն, իրենց պետությունը հետաքրքիր չի, ինքը անձնական քինախնդրություն ունի, հասկանում ես, ինքը մտածում է, որ այն ժամանակ վատ է ապրել, դրա մեղավորը ուրեմն հենց Քոչարյանն է եղել։ Հասկանում եք, այս է մեր նախանձը, չարությունը, բայց մի հատ հələ դու քո միջից դուրս արի, մի հատ կողքից դիր քո պետությունը նայի, մի հատ նայի ուրիշ երկրների նախագահներ ոնց են ընդունել, ով է եղել ժամանակին, դուրսը քո հային ոնց են հարգել, հայ անունը ոնց է թնդացել աշխարհով մեկ, այդ քո անձնական շահը, այսինքն, ավելի վեր ես դասել, քան քո պետությունն ու պետական շահը, դու էլ ինչ մարդ, դու էլ ինչ հայ իմ համար, եթե մի մարդ, մի հայ, կարա իրա փորը, իրա գրպանը, իրա անձնական շահը, ավելի վեր դասի, քան իրա պետությունը, իրա պետության սահմանները, իրա բանակը, ես այդ մարդուն ոնց կարամ հարգեմ, ասեմ, սա նորմալ հայ է։ Իսկ այդ տեսակ մարդիկ, որ պետության զարգացումը, պետության հզորացումը, ստորացում են իրանց գրպանի պատճառով։ Ես այդ տիպի մարդկանց չեմ հարգում, չեմ ընդունում, եւ հայ կոչվելու իրավունք նրանք չունեն, հայը իրական հայը, մի ճղա չորով էլ կապրի, ոնց որ պատերազմի ժամանակ ասում էին, Մոնթեն, Վազգենը, բայց այդ մարդը իրա հայրենիքը ամենավերը կդասի, սոված կմնա, բայց ամենավերը կդասի։ Իսկ մնացած հետևությունը դուք արեք, սիրելի հայրենակիցներ, մի թողեք ձեզ խաբեն մանր բամբասանքներով, կեղծիքներով, խորը մտածեք եւ պետության տեսանկյունից մտածեք, որ հասկանաք ճիշտն ու սխալը։ Շնորհակալություն Մանուել, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ձեզ նույնպես շնորհակալություն։